Ընկերներ ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են, այսօր կյանքումս առաջին անգամ ուզում եմ Անդրանիկ Քոչարյանին աջակցություն հայտնել, երևի թե բոլորդ եք լսել, թե ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ինչ մարգարիտներ եւ գոհարներ է շռայլել զինվորների մասին, զինվորների վերաբերյալ, մասնավորապես լրագրողը նրա որդու չծառայելու մասին հարց է տալիս, ինքը ասում է այնտեղ են բարձրակարգ տղա է, որ իմ տողուչափ գիտելիքներ ունենալ դու էլ չէ ծառայ, եթե չեմ սխալվում, այս փառահեղ, փառապանց երկխոսությունը Նարեկ Կիրակոսյանի հետ է, եւ հիմա բոլորը այոյում են Անդրանիկ Քոչարյանին, այդ թվում նաեւ որոշ ԿՊԱ-ականներ եւ շեշտադրում են, թե ինչքան անթույլատրելի բաներ է խոսում Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը բանակի մասին, բայց ես ուզում եմ հորդորել, որ չքննադատեք Անդրանիկ Քոչարյանին, որովհետեւ մարդը իրանից անկախ, իր կամքից անկախ, միամիտ իրականությունն է ներկայացնում։ Իսկապես այդպես է եղել։ Վերջին 20-25 տարիներին մեր պետության, նաեւ հասարակության մի զգալի մասի վերաբերմունքը զինվորների նկատմամբ, բանակում ծառայելու նկատմամբ հենց այդպես է եղել։ Մարդը ճիշտ բան է ասում, իհարկե դա զզվելի արտահայտությունն է, զզվելի այն, որ ինքն է այդ աշխարհայացքի կրողը, բայց ինքը իրականությունն ասել, մեր պետությունը այդպես է վերաբերվել զինվորներին, այո, բարձրակարգ ճակերտների մեջ իհարկե տղաները, բարձրակարգ բալաները բանակում չեն ծառայել եւ բանակ ծառայելու են գնացել մեր պես հարևներ ճակերտների մեջ հասկացեք, Անդրանիկ Քոչարյանի աշխարհայացքով դեռ մենք բնականաբար հարևներ ենք, մեր պես հարևներն են գնացել բանակ ծառայելու, բանակում չգիտեմ, ձեռք ենք բերել երիկամների հիվանդություններ, բանակից տենց ենք եկել այդ խոնավության մեջ, մազաթափություն, մեր ատամներն ապչացել, բա հարիվ ենք, բարձրակարգ տղաները գնային բանակ, այդ հարուստի երեխաները, Պաշտոնյաների երեխաները, իրանք էլ երիկամների հիվանդություն ձեռք բերեին այդ խոնավության մեջ, իրանք էլ գիշերները չքնեին, չարչարվեին, պոստպային այդ քարերի մեջ, այդ վտանգի մեջ, չգիտեմ, այդ բորբոսնած բուխանկան ուտեին, ստամոքսի խոց ձեռք բերեին, այդ խոնավ նամշահոտով բուխանկանները, չգիտեմ, ծառայողները կհիշում, բարձրակարգ տղեկ ոնց կարան այդ ամեն ինչի միջով անցնեն, գիտելիքներ ունեցող, այդպես տարիքներն են գնացել։ Եվ այս սա եղել է մոտեցում, ով փող է ունեցել, գնացել է բանակ, ով չի ունեցել, ավելի հարևները, մեր պես, իմ պես, գնացել են այդ բոլոր տառապանքների եւ չարչարանքների միջով անցել են։ Ես հիմա չեմ բողոքում, ուղղակի Անդրանիկ Քոչարյանների աշխարհայացքն եմ վերլուծում, ես շատ գոհ եմ, որ գնացել եմ բանակ եւ շատ հպարտանում եմ այդ փաստով եւ վստահ եմ շատ շատերն էլ հարցրեց։ Եվ մա ուշադրություն դարձեք, էլի երկրի մի կեսը պատմական գիտությունների տեխնացու է, ասկին ասպիրանտուրային ընդունում, որ բանակ չգնա, այդ թվում մեր շատ ընկերներ հիմա սա կնային, կնեղանան, մյուս կեսը տարատեսակ հիվանդություններ ունի, նայեք ԿՊ-ի խմբակցության կազմը նայեք, մեծ մասը բանակում չի ծառայել ու բոլորը Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, մյուսը, ամեն մեկը մի հիվանդություն ունի։ Եվ տենց բանակում չեն ծառայել։ Եվ երրորդ խումբը մենք ենք, էլի հարևներս, որ տենց փող չենք ունեցել, չեն կարողացել բանակից ազատվել, ու տենց գնացել ենք ծառայել ենք։ Այսպես է եղել, սենց է եղել մեր պետության վերաբերմունքը զինծառայության նկատմամբ։ Իհարկե ես հիմա անկախության այդ վերականգնման Ղարաբաղյան պատերազմի շրջափուլի մասին չեմ խոսում, արդար չի լինի դրա մասին խոսալ։ Այն ժամանակերն են այդպիսի բաներ եղել։ Էլի դա հասարակություն եղել, բայց այն ժամանակ պետությունը նոր էր ձևավորվում, ինստիտուտները նոր էին ձևավորվում, պետությունը զբաղված էր Ղարաբաղյան հիմնախնդրով, ժամանակ չկար ուշադրությունը սևեռել ներքին հարցերի վրա, բայց ինչ որ մի փուլում արդեն 2000-ականներից սկսած բանակից ազատվելը մեր երկրում դարձել է բիզնես։ Հստակ ջին ունեցել բանակից ազատվելը, տալիս ես այսքան, ազատվում ես, տալիս ես այսքան, ընկնում ես մոտիկ, վճարում ես այսքան, հատուկ ինչ որ ստորաբաժանում ես ընկնում կապ, ռազվեդկա,
չգիտեմ, պիսր, որ ծառայությունը համեմատաբար թեթևացնի։ Մարդիկ են եղել, ես հիշում եմ, մայծաների մեջ անունները գրված էր, բայց իրանք չկային։ Կամ մայծաների մեջ անունը գրված էր, իրանք շաբաթը մի անգամ կարող գային պտտվեին, երբ որ ստուգող մուգող էր գալիս կամ ռազմական ոստիկանություն։ Սա հստակ բիզնես է եղել։ Ումի զարմացեք, ու հիմա մի չքնեղացեք, թե ոնց եղավ, որ Դավաճան Նիկոլը եկավ իշխանության։ Այ այս վերաբերմունքի պատճառով եկավ Նիկոլը իշխանության եւ եկավ իշխանության, այս ամեն ինչը փոխելու փոխարեն համակարգային բարեփոխումներ իրականացնելու փոխարեն շարունակեց նույն գինը։ Մտածեց թե մեր բանակի միակ խնդիրը այն է, որ զինվորները կլուբնիկ չեն ուտում։ Կլուբնիկ ուտում են։ Միգուցե հիմա են ուտում, բայց նաև նրա օրոք զինվորները ինչ-որ մի դոմիկում ողջ այրվում են։ Բարձրակարգ տեղը կայվում են դոմիկում։ Չէ, պարզա չէ, որ մի քանի տասնամյակ երկրի անվտանգությունը խրամատում կանգնելը ընկած է եղել ոչ այնքան սոցիալապես ապահոված խավերի ուսերի, իրենց զավակների ուսերի։ Մենք ենք ծառայել, պոստերը մենք ենք պահել, ինպես այդպես հասարակ Երևանի, Գյումրիի, Վանաձորի եւ Հայաստանի արշրջանների քաղաքացիները, երիտասարդ տղաները։ Այս է խնդրեմը։ Եվ հիմա Անդրանիկ Քոչարյանը պարզ, ազնիվ, միգուցե իր կամքից անկախ բարձրաձայնում է այս խնդրի մասին, որ մեր իրականության մեջ եղել է։ Բայց բարձրակարգ տղա է, բանակ չի գնացել։ Ինչ գիտելիքներ ունի։ Երկրի կեսը ասպիրանտու պատմական գիտությունների տեխնոլոգիա, մյուս կեսը հիվանդ է։ Ու այդպես բանակ չեն գնացել։ Եթե ինչ-որ մի օր ես այս երկրում լինեմ որոշում կայացնող, բանակում ծառայելը երկրում լինելով պարտադիր։ Ես այդ մոտեցում ունեմ, ու այս մոտեցումը 44 դրա պատերազմից հետո է իմ գլխի մեջ արմատավորվել, որտեղ առաջ եսել է տարկետման բան, այդպես ֆլան-ֆստանի կողմնակից, բայց հիմա այդ մոտեցումը փոխվել է, եւ այստեղ շատ իրավիճակը պետք է խստացվի։ Առանձնահատուկ գիտնականների դեպքում տարկետումը կարող է գործել, դրա մասին չէ, որ բոլորին տանել լցնել։ Չէ, իդեպ մենք ուրիշ հիվանդագին մոտեցումներ կա։ Բանակում ծառայելը մեր երկրում պատկերացնում են բոլորին տանել խրամատը լցնելով։ Այդպես չի։ Մենակ այդ բանը 19-րդ դարի մտածողությամբ են էլի առաջնորդվում։ Կամ առաջին աշխարհամարտի աշխարհայացքով են բանակը դիտարկում բոլորին տանել լցնել խրամատները, ու տենց այս մտածողության պատճառով վերևից ինչ-որ մի հատ ԱԹՍ-ի անկնում ու բոլորը կոտորվում են, մաս են լինում։ Դա նկատի չունեմ, որ բոլորին տանենք լցնենք խրամատը։ Բնակչության մի զգալի մասը, տղաները, աղջիկները պետք է այս կամ այն կերպ ածանցվեն եւ առնչվեն պաշտպանության գործ։ Ինչ-որ մեկը ունի խնդիր, օրինակ երիկամների խնդիր եւ վիճակի չի գնա խրամատ բայ։ Այդ մարդու պետք է առաջարկվի այլընտրանքային ծառայություն, թող գնա գլխավոր շտաբում կամ որևէ այլ տեղում, չգիտեմ, բանակում բանակին իր ներդրումը տա ինտելեկտուալ ծառայության։ Բանակը իմ համոզմամբ պետք է դիտարկվի ըստ ինտելեկտուալ միջավայր, այլ ոչ թե հիմարի պես տանել բոլորին լցնել խրամատը, չնայելով թե մարդը ինչ ունակություններ ունի, ինչ կարող է անել եւ այլն։ Չգիտեմ, այս շատ բարդ թեմա է, բայց ես մոտավորապես իմ մոտեցումն եմ ասում։ Եվ Ալոնի Քոչարյանը պետք չի տենց cancel անել, հա, մարդը ճիշտ բան է ասում։ Անկեղծանում է, չա տալիս մեր պետության վերաբերմունքը այս ամեն ինչի նկատմամբ, նաեւ մեր հասարակության մի զգալի մասի վերաբերմունքը, բոլորի չեմ ուզում իհարկե ասել, բայց շատ-շատերի համար դա նորմալ է, ով փող ունի տալիս է դա։ Իր բարձրակարգ բալեն չի ծառայում բանակում։ Ու այդ գործը մնում է մեր պես հարևների ուսին։ Էլի չեն բողոքում, իսկ պատրաստ են։ Այսքանը լավ եղեք չմոռանաք վարժանարտագրվել YouTube անալիքը 1991, հավանեք, տարածեք մեր ընդհատակի ձեւնով լավ եղեք։